Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Պատահում է չէ, որ այնպես ես հուսալքվում, ասես լույս այլևս չի լինի։ Իհարկե պատահում է, ու սա մարդկային զգացողություն է։ Միայն թե հանդիպեցի մի կնոջ, որը հրաժարվել է հուսահատությունից ու այն էլ այնպիսի իրավիճակում, երբ ապրել-չապրելու սահմանագծին է եղել։ Այսօրվա իմ հյուրին երկնային տերն օրհնել է բազմաթիվ շնորհներով, տվել կանացի հմայք, իմաստություն, ուժ եւ կամք, որոնք անշեղելի են։ Հայ պերսոնայում Անի Քոչարն է։ Անի Քոչար ծնվել է 1986 թվականի հունվարի 20-ին Երևանում։ Գերազանց առաջադիմությամբ ավարտել է Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցը։ 2008 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի Պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատը։ 2010 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան, ինչից հետո երկրորդ մասնագիտություն է ընտրել հոգեբանությունը եւ մասնակցել ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի կուրսերի։ 2010 թվականին սովորել է նաեւ երիտասարդ առաջնորդների դպրոցում, ավարտել բարձր առաջադիմությամբ եւ գործուղվել Բելարուս։ 2003-ից 2005 թվականներին ուսանողական տարիներին կրթությանը զուգահեռ աշխատել է հանրային ռադիոյի Նաիրի, ապա Ես դու նա երիտասարդական խմբագրություններում, ապա նորաստեղծ Լիուն Ս երիտասարդական ծրագրում որպես լրագրող խմբագիր։ Հարյուրավոր ռադիոհաղորդումների հեղինակ եւ վարող է եղել։ 2002 թվականին հեռուստահաղորդավարի դասընթացներ է անցել եւ որակավորում ստացել Ար հեռուստաընկերությունում։ 2005 թվականին աշխատել է ֆինանսական թերթ ընկերությունում, որի շրջանակներում հրատարակել է Bravo Plus ամսագիրը եւ ղեկավարել այդ ընկերության մի շարք ծրագրեր։ 2006 թվականից հրատարակել է Ես երիտասարդական ամսագիրը, լինելով նախագծի հեղինակն ու գլխավոր խմբագիրը։ Ամսագիրը հրատարակում էր նաեւ հավելվածներ եւ հատուկ թողարկումներ, որոնց հեղինակն ու գլխավոր խմբագիրը նույնպես Անին է եղել։ Անին հարյուրավոր հոդվածների, լրագրողական նյութերի, ամսագրերի առաջնորդող հոդվածների հեղինակ է, ռադիոթողարկումների հեղինակ։ Նրա մասին նկարահանվել են հեռուստաֆիլմեր, նրան նվիրվել են երգեր։ 2019 թվականին գրել է «Հանձնվել չկա» ինքնակենսագրական մոտիվացիոն գիրքը։ 2024-ին լույս է տեսել երկրորդ գիրքը «Կյանքը երկրորդ փորձից»։ Անի կենսագրությունը բուռն է, ուստի այն ամբողջությամբ այստեղ թվարկել չեմ կարող։ Անի, բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Որն է Անի Քոչարի ամենամեծ առաքելությունը այս կյանքում։ Ինձ թվում է, որ յուրաքանչյուր տարիքում այդ առաքելությունը մի փոքր այլ է, նաև ելնելով տվյալ ժամանակաշրջանի մարտահրավերներից, պահանջներից եւ ինչպես ես միշտ ասում եմ, պետք է շունչը զգաս եւ քո ժամանակի, եւ քո սերնդի, եւ նաև ապագայի, որովհետեւ պետք է ինչ-որ նոր բան նաև ինքդ բերես քո առաքելությամբ, այնպես որ եթե այս ժամանակահատվածի մասին զուտ խոսեմ, կարծում եմ, որ իմ առաքելությունը այս շրջանում այն է, որ ես թև տամ, սիրտ տամ իմ բախտակիցներին, բոլոր այն մարդկանց, ովքեր կապ չունի առողջական խնդիրների պատճառով, թե մեկ այլ փորձության պատճառով նույնպես խնդիր ունեն կյանքը զրոյից սկսելու եւ դրա համար չունեն բավականաչափ ոգեշնչման եւ մոտիվացիայի աղբյուր։ Եվ ես ստանձնել եմ այդ բավական դժվարին առաքելությունը, իմ դժվարին փորձը, իմ դժվարին ճանապարհը եւ ինձ վրա հասած այդ պատուհասներն ու փորձությունները նաեւ ինչ որ առումով օրինակ եւ ոգեշնչման աղբյուր դարձնեմ այլ մարդկանց համար։ Եթե ունենայիք այդպիսի հնարավորություն որոշակի խմբագրումներ կատարել ձեր կյանքից, կանեիք որոշակի դրվագումներից խմբագրումներ։ Անշուշտ, որովհետև ես նախ շատ ինքնակնդադատ մարդ եմ, երբեք չեմ մտածում, որ այնինչ ես անում եմ, ամեն բան անում եմ ճիշտ, ամեն բան անում եմ կատարյալ, ամեն բան անում եմ անթերի։ Եթե անթերի ապրեինք, սրբեր կլինեինք, բայց ես ինձ երբեք չեմ վերագրում նման պատիվ, այնպես որ այո, ինչպես ցանկացած մահկանացու, այնպես էլ ես բազմաթիվ դրվագներ, վրիպումներ, սայթակումներ, երբեմն գիտակցված եւ անգիտակից մեղքեր ու սխալներ ունեմ, որոնք որ կյանքի ճանապարհ անցնելուց հետո երբ ետ եմ նայում, կարծում եմ, որ այ եթե եւս մեկ անգամ հնարավորություն տրվեր, գուցե այլ կերպ անցնեի այդ ճանապարհը կամ այլ կերպ վարվեի։ Խոսքը չի գնում շատ այսպես խոշոր եւ խորքային ինչ-որ խնդիրների մասին, բայց կապ չունի, ինքնակնդադատ լինելով անգամ այն փոքրիկ թերությունները ես միշտ փորձում եմ շտկել եւ հաջորդ անգամ նույն սխալը թույլ չտալ։ Իսկ դուք հեշտ եք ընդունում ձեր կատարած սխալները։
բավականին հեշտ ընդունում եմ, այլ հարց է արդյոք բարձրաձայնում եմ դրա մասին եւ արդյոք այլ մարդկանց արչեւ ցույց տալիս եմ, որ ես սխալվել եմ, որովհետեւ տեսակի խնդիր է, գոռոզ մարդ չեմ, բայց բավականին հպարտ տեսակ եմ եւ դա փոքրուց ինձ հատուկ է, ես շատ եմ աշխատում այդ հպարտության վրա, միշտ փորձում եմ առավել խոնարհ ու համեստ լինել, բայց անգամ այդ պարագայում համեստորեն լռում եմ։ Ես նկատում եմ, որ գուցե ինչ-որ մի բան այնպես չարեցի, փորձում եմ հաջորդ անգամ դա չկրկնել, բայց միգուցե չբարձրաձայնեմ դրա մասին, բայց շատ հարազատ եւ շատ թանկ մարդկանց առջեւ ինչ խոսք, մշտապես սիրտս բացում եմ եւ այնպես չէ, որ դա միշտ հոգուտ ինձ է այդ սխալները, որպես կանոն ճիշտ հակառակը, ի վնաս ինձ է։ Ես հաճախ իմ կյանքում թույլ եմ տալիս անձնազոհություններ, զոհողություններ, փողզիջումներ, որոնք շատ մեծ սխալ են հենց ինքս ինձ համար, հարազատ մարդկանց համար, որտեվ իմ ցավը նաև դառնում է իմ ընտանիքի ցավը։ Այն սխալները եւ զոհողությունները, որոնք ես այդպես նետվել եմ կյանքի բով եւ թույլ եմ տվել եւ ինչ որ առաքելություն եմ ինձ վերագրել, շատ մեծ պատասխանատվություն եմ վերցրել իմ ուսերին, ինչ որ առումով սխալ գործելով։ Հետո երբ այդ ամենը փուլ է գալիս իմ գլխին եւ իմ գլխին մեծ պատուհաս է դառնում, դա դառնում է նաեւ պատուհասի իմ ծնողների համար, իմ քույրերի համար եւ այդտեղ է որ ինձ չեմ ներում։ Այդ սխալներն է որ ես ինձ չեմ ներում, որովհետեւ չէի ցանկանա որ մեր հեռուստադիտողը ինձ սխալ հասկանար եւ մտածեր որպես կանոն ես միշտ ավելի շատ մտածում եմ դիմացինների մասին։ Ասում եմ ես թեկուզ տուժեմ, բայց հանկարծ որևէ մեկին վնաս չտամ, որովհետև միշտ չեմ սիրում դա, որ դու ամեն ինչի ու ամենքի վրայով անցնում ես միայն թե քեզ լավ լինի։ Որպես կանոն ես հաճախ իմ շահի, իմ օգտակարության, իմ հարմարավետության այդ կոմֆորտ զոնայի վրայով եմ անցնում, այդ սխալներն եմ թույլ տալիս, որպեսզի հանկարծ որևէ մեկը չտուժի, բայց կյանքը ցույց է տալիս, որ պետքա մի քիչ քեզ սիրես, պետքա մի քիչ քեզ համար հոգ տանես։ Դուք սովորել եք ինքներդ ձեզ հետ այդպես վարվել։ Ինձ թվում էր սովորել եմ 18 թվականին, երբ բախվեցի այդ շատ մեծ խնդրին, առողջական, օնկոլոգիական խնդրին, դրանից հետո ինքս ինձ խոստացել էի, որ երբ վերապրեմ, չէի ասում, եթե վերապրեմ, որովհետև կասկած չունեի, որ վերապրելու եմ, ասում էի, Անի, երբ վերապրես, չհամարձակվես նորից նույն սխալները կրկնել։ Նորից չայրես քեզ ուրիշներին լուսավորելու համար, որովհետև չի գնահատվում։ Եվ անդադ Սուրբ գրքի այդ խոսքերն է ինձ համար ուղենիշ դարձրել, որ մարգարիտներդ խոզերի առջև շաղ կտաս, շաղ չտաս, ոտակող կանեն եւ կանցնեն։ Բայց ցույց է տալիս փորձը, որ տարիներ անց այնքան արագ ես կրկին մտնում կյանքի այդ հորձանուտը եւ տրվում այդ կյանքի բովին եւ կրկին շատ բաներ մոռանում ես, որ պետք չէ նույն սխալները գործել, որպեսզի կրկին այրվես։ Կրկին մոխրանաս եւ ստիպված լինես կրկին այդ մոխիրներից հառնել։ Բայց արի ուտես կրկին տեսակի խնդիր է։ Նորից ու նորից ինչքան որ վառվել ես, ինչքան որ դաղվել ես, ինչքան որ էրվել ես, նորից գալիս է մի փուլ, որ այդ ամենը կարծես մոռանաս եւ նորից նույն կերպ ապրես։ Թեև անդադ ինձ հիշեցնում եմ, բայց որ ասեմ միանշանակ ես սովորեցի ավելի շատ իմ շահը գերադասել, ինձ առաջին տեղում դնել, այդքան էլ լավ չի ստացվում, բայց փորձում եմ, մի փոքր աշխատում եմ ինձ վրա։ Ընդհանրապես ես իմ աշակերտների հետ ընկերություն եմ արել միշտ։ Եվ այդ ընկերների մեջ յուրահատուկ տեղ ունի Անի Քոչարը։ Ինչու՞։ Որովհետև ինքը 7-րդ դասարանների ես գնացի դպրոց։ Անին ունեցել է հատուկ դերակատարում։ Ինքը լավ գրիչ ուներ, լավ գրում էր։ Եվ երբ մենք սկսեցինք ներառական կրթություն, Հայաստանի Հանրապետություն առաջին դպրոցը, որը հատուկ դպրոցից կրթության առանձնատուկ պայմանների կարիք ունեցող երեխա բերեց մեր դպրոց, հատուկ դպրոցի 4-րդ դասարանից տեղափոխվեց մեզ մոտ 3-րդ դասարան եւ հետագայում նրանց թիվը շատացան։ Այս գաղափարի կողքին Անին կանգնել է հենց սկզբից,
Երբ որ սովորում ենք Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետը, այդ ժամանակ մի քանի տարվա տարբերությամբ Անին ավելի փոքր էր սովորելու ընթացքում ու այդ ժամանակվանից Անին առանձնացել է ֆակուլտետում, շատ ակտիվ էր, առաջին կուրսից աշխատում էր, անընդհատ վազքի մեջ էր ինքը, երբ որ միջանցքներում տեսնում էր Անին միշտ ստապում էր ու դրանից հետո իր թե կյանքի նկատմամբ, թե ստեղծագործական աշխատանքի ոլորտի նկատմամբ նրա այդպես էլ բարեբախտաբար չպակասեց, այլ ավելացավ տարիների ընթացքում։ Դրանից հետո մենք մեր համագործակցությունը Նյումեգի ու Անիի սկսվեց 2019 թվականին, երբ Անիի մոտ հայտնաբերվեց քաղցկեղ, այդ մասին հրապարակումները սոցեջերում միանգամից լուրը տարածվեց եւ հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի ցանկությամբ Անիի հետ կապ հաստատեց եւ ինչն էր հետաքրքիր, որ պարզվում է հենց այդ ժամանակ միևնույն միտքն է նրանց մտքով անցել, որ կարելի է գրել նման գիրք։ Նյումեգում մենք Անիին շատ ենք սիրում, որովհետև նա այն քիչ հեղինակներից է, որ կարողանում է եւ վստահել, թե որքանով հրատարակչությունը կանի իր աշխատանքը եւ գիտի, թե ինչ կարող ենք մենք ստանալ։ Այնպես ինչպես եւ մենք գիտենք եւ ակնկալում ենք նրանից այն, ինչը որ միշտ տարիների ընթացքում նա արել է, այսինքն բարձր որակի աշխատանք եւ պատասխանատվություն։ Կա ճակատագիր, թե մենք ինքներս ենք կառուցում մեր կյանքը։ Եվ ես կարծում եմ կա ճակատագիր, բայց կա նաև Տիրոջ գործերն անքննելի են այդ պարզ ճշմարտությունը, որը իմ կյանքում մեկ անգամ չէ, որ ապացուցվել է եւ իմ կյանքում մեկ անգամ չէ, որ ես զգացել եմ դրա ողջ զորությունը, որովհետև երբեմն ճակատագիրը քեզ համար ինչ որ մի բան է նախատեսել եւ նախախնամությամբ կամ այն պարզ ճշմարտությամբ, որ դա էր քեզ սահմանված եւ դա պետք է լինի, բայց երբ դու համառում ես եւ չես համաձայնում ճակատագրի քեզ համար նախատեսածի հետ, ես կարծում որ Աստված մտածում է, ասում է, երևի կարելի է իրեն եւս մեկ հնարավորություն տալ, որովհետեւ շատ է համառում, գուցե դեռ անելիք ունի, գուցե դեռ առաքելությունը չի ավարտվել։ Այնպես որ ես կարծում եմ դու ապրում ես եւ մաքարում ես եւ կռիվ ես տալիս այս կյանքի եւ ինչ որ միտեղ ճակատագրի դեմ այնքան ժամանակ, որ դու դեռ ունես այդ ռեսուրսը եւ էներգիան այդ կռիվը տալու եւ համոզելու, որ դու դեռ ասելիք եւ անելիք ունես եւ որպես կանոն ինքդ կարող ես քո ջանքերի, քո համառության միջոցով ինչ որ միտեղ փոխել այդ ճակատագրի հունը եւ քեզ տրվի այդ հնարավորությունը, ես ինքս որպես մարդ ով վերապրել է եւ ցավոք ոչ մեկ անգամ հասկացել եմ մեկ բան, որ այո, դու կարող ես համառել եւ քեզ տրվի այդ հնարավորությունը եւ ճակատագրումդ արվեր շտկումներ այնտեղ վերևում։ Անի, յուրաքանչյուրս էլ մեր կյանքում անընդհատ բախվում ենք տարբեր խնդիրների եւ խոչընդոտների, որոնք երբեմն լինում են մարդկային, երբեմն լինում են տեխնիկական։ Ձեր պարագայում, քանի որ դուք շատ երկար ճանապարհ եք անցել, ինչպես է եղել, ավելի հաճախ որ խնդիրների հետ եք բախվել, որոնք գուցե եւ ճակատագրական են եղել ձեզ համար։ Ինձ համար մեծագույն խնդիրն այն է, որ երբեմն ես չափից դուրս շատ մեծ պատասխանատվություն, բեռ եւ առաքելություն եմ վերցնում իմ ուսերին եւ երբեմն հետո մտածում եմ, ասում եմ, այ եթե ես որպես շարքային մարդ, քաղաքացի, զուտ ուղակի հանգիստ ինձ համար ապրեի, ամեն բան շատ փայլուն կընթանար եւ հավանաբար նաեւ չբախվեի շատ մեծ խնդիրների, շատ մեծ պայքարների կամ շատ մեծ փորձությունների։ Բայց ես չեմ կարողանում, ես հանգիստ տեղս նստողներից չեմ, ինչպես ասում են, դե ես էլ հիմա այդպիսին եմ, ես չեմ ասում դա լավ է կամ վատ է, որպես կանոն աշխատում եմ ինքս իմ ապրածին, ինքս իմ արածին գնահատականներ չտալ, դա կտա ժամանակը, կտան մարդիկ, ես չեմ ասում դա լավ է թե վատ է, ուղղակի ես էլ տեսակով այդպիսին եմ, ես չեմ կարողանում հանգիստ տեղս նստել, անգամ եթե տարական օրինակ բերենք, որևէ անարդարություն եմ տեսնում, որ դա ինձ բնավ չի վերաբերում, դա բացարձակ կապ չունի իմ կյանքի հետ, ես հանգիստ գլուխս կախ կարող եմ շարունակել ապրել իմ անհոգ կյանքը, բայց ոչ, ես պետք է անպայման արձագանքեմ, ես պետք է անպայման նետվեմ այդտեղ պայքարի, ես պետք է օգնության ձեռք մեկնեմ անգամ, եթե որևէ մեկը ինձ դա չի խնդրել, այս սա է, որ հաճախ նաև
շատ արագ սպառում է այդ պահին իմ ունեցած ռեսուրսները, էներգիան, առողջությունը եւ հաճախ ես իմ ամբողջ նյարդը, ռեսուրսը, առողջությունը փչացնելով բախվում եմ այս կամ այն շատ երբեմն ճակատագրական խնդրին, բայց արի ու տես, որ եթե ես հանգիստ հանդարտ ինձ համար մի փոքր այդպես լուր ապրեի, գուցե եւ այդ խնդիրները չառաջանային, այնպես որ երբեմն նաեւ ես ինքս եմ ինչ որ միտեղ իմ գլխին սարքում, բայց ասում եմ նորից պետք է գամ նույն եզրահանգմանը, որ տեսակի խնդիր է, դու չես կարողանում, որովհետև դու այլ կերպ չես կարող, որովհետև քո տեսակն է այդպեսին, որովհետև դու չես կարողանում հոսանքին համընթաց գնալ, դու չես կարողանում ապրել եւ լինել ինչպես մեծամասնությունը, դու պատրաստ ես անգամ ամենանեղ պահերին դեմ գնալ մեծամասնությանը, չլինել մեծամասնությունից մեկը եւ որքան էլ դա դժվար է կռիվ տալ մենակ եւ թեկուզ հետո որքան էլ քեզ ծափողություններով դիմավորեն եւ ասեն այ ապրես որ դու սա արեցիր, բայց չէ որ դու այդ ամբողջ բեռը քեզ վրա ես կրել, թեկուզ անքուն գիշերներ ես անցկացրել, քո առողջությունն ես վնասել, բայց դե չես կարողանում այլ կերպ, չես կարողանում, որովհետեւ կրկնում եմ, տեսակի խնդիր է, որովհետեւ բնության մեջ նույնպես չէ, կենդանիներ կան այս կերպ են, կենդանիներ կան այն կերպ են, դու չես կարող ստիպել վայրի կենդանուն դառնալ ոչ վայրի եւ հակառակը, զուտ տեսակի խնդիր է։ Անի, վստահ եմ, որ տարիներ առաջ դժվարությունները, որոնց դուք բախվել եք եւ հաղթահարել եք, դրանց վերաբերվել եք այլ կերպ, հիմա արդեն տարիների փորձառությունից հետո այլ կերպ։ Ինչպես են այդ հաղթահարման ուղիները փոխվել ձեզ համար։ Ինձ համար հաղթահարման ուղիները փոխվել են բացառապես մեկ իմաստով, որ ես նախկինում հաճախ ամաչում էի կամ խուսափում էի բարձրաձայնել այս կամ այն խնդրի մասին, որովհետև մտածում էի, որ մարդիկ գուցե մտածեն, որ ես այդ խնդրի մասին կամ ինձ պատուհասած այդ փորձության մասին բարձրաձայնում եմ, որովհետև ցանկանում եմ, որ ինձ կարեկցեն, խղճահարություն առաջացնեմ եւ այլն եւ այլն։ Եվ լռում էի դրա մասին։ Բայց 18 թվականից հետո, երբ ես նաև հասկացա, որ նաև հայալեզու գրականությունը կամ նյութերը շատ քիչ են այն մասին, որ կան մարդիկ, ովքեր հաղթահարում են մահացու հիվանդություն, կան մարդիկ, ովքեր բոլորովին ամենազրոյական կետից սկսում են եւ հաջողում են, ես որոշեցի, որ չպետք է լռեմ, քանի որ նաև արդեն կյանքի որոշակի ճանապարհ ունեի անցած, այլևս 14, 15, 16 տարեկան այն հպարտ պատանին չէի, պարմանուհին չէի եւ չունեի նման խնդիր իմ առջեւ դրված, որ այ մարդիկ սխալ չմտածեն, որ ես խղճահարություն առաջացնելու համար եմ բարձրաձայնում կամ ինձ հանկարծ որևէ կերպ չկարեկցեն, ես հասկացա, որ ես չպետք է լռեմ եւ սկսեցի բարձրաձայնել, այդպիսով նաեւ որոշեցի գիրք գրել իմ հանձնվել չկան, որը հազարավոր մարդկանց համար շատ մեծ խթան եւ այսպես ոգեշնչում է եղել նույնպես պայքարելու, հաղթահարելու, կապ չունի ինչ տեսակի խնդրի մասին է խոսքը։ Այս է խնդիրը, որ երբ իմաստություն եւ փորձ չունես տարիների, քեզ թվում է, որ այ մարդիկ սխալ կհասկանան եւ դու ինչ որ միտեղ վախենում ես սխալ հասկացվելուց, բայց արդեն այս տարիքում ես այդ խնդիրը չունեմ սխալ հասկացվելու կամ կարիքը չունեմ մտածելու, որ գուցե մարդիկ ինձ կարեկցեն կամ խղճան, որովհետև կարծում եմ նաև տարիների ընթացքում ես վաստակել եմ այն անունն ու հեղինակությունը, որը բնավ չի ասոցացվում խղճահարության եւ կարեկցանքի հետ, ճիշտ հակառակը, որպես կանոն միշտ նույնականացվում է պայքարի, վճռականության, ուժի, զորության հետ։ Եվ թեև ես կուզեի, որ չբախվեի նման խնդիրների եւ չասոցացվեի ուժի եւ զորության ու պայքարի հետ, բայց դե եթե այդպես է ստացվել, ես այնուամենայնիվ ուղղակի կարծում եմ, որ ես խնդիրներս բարձրաձայնելով պարզապես այլ բանի մասին եմ խոսում եւ մարդիկ փառք Աստծո ճիշտ են հասկանում։ Այլ բան է, որ գուցե մարդիկ ապրումակցում են եւ ես միշտ շեշտում եմ, որ ապրումակցելը շատ սիրուն զգացողություն է եւ շատ լավ է, որ մարդն ունակ է ապրումակցելու, բայց բնավ ոչ խղճահարության եւ կարեկցանքի տեսանկյունից, որովհետեւ ես հաստատ ինձ չեմ այսպես դիրքավորել այնպես, որ
մարդիկ մտածեն, որ ես բարձրաձայնում եմ, որ ինձ խղճան, ամենևին, եթե դրա մասին լիներ այս ամենը, հաստատ շատ մեծ սխալ կլիներ։ Եվ քանի որ նաև փորձը ցույց տվեց, արդեն նաև երկրորդ գիրքը ցույց տվեց, որ իմ լսարանը եւ առհասարակ մարդիկ, ովքեր ընթերցում են իմ գրքերը, լսում են իմ հարցազրույցները, իրենք ճիշտ են հասկանում ինձ եւ իրենք գիտեն, որ ես խնդիրների մասին խոսում եմ ոչ թե որ կարեկցեն, այլ որ իրենք իրենց մեջ նույն կերպ այդ համոզմանը գան, որ կյանքի եւ որևէ պարագայում ուշ չէ կյանքդ վերցնել քո ձեռքը, ղեկը վերցնել քո ձեռքը, պայքարել եւ հաջողել, անգամ երբ արդեն վաղուց 20 տարեկան չես։ Անի գիրքը բացառիկ էր նրանով, որ նա առաջին հայ հեղինակն էր, որ գրեց նման մոտիվացիոն գրականություն անձնական աճի ժանրի վերաբերյալ այս գիրքը առանձնանում է նրանով, որ երբևէ նման բովանդակությամբ ստեղծագործություն լույս չէր տեսել, երբ մարդը պատմում է իր մասին, այն ծանր դաժան օրերի մասին, որի երազում է մոռանալ, ընդմիշտ փակել այդ էջը, բայց նա բացեց այդ էջը եւ դարձավ այն բազմաթիվ մարդկանց ոգեշնչման աղբյուրը, մոտիվացիոն աղբյուրը եւ այս տարիների ընթացքում մի քանի անգամ այդ գիրքը վերահրատարակվեց եւ մարդկանց սովորեցնում է թե շատ պարզ մի սկզբունք, որ պետք չէ հանձնվել երբեք եւ նույնիսկ ամենադաժան, ամենաբարդ իրավիճակում պետք է հիշել, որ կա ելք։ Այս գիրքը դրա մասին էր ու ընդհանրապես Անիի կյանքը վերջին տարիների հենց այդ մասին է, որ երբեք պետք չէ մտածել, որ կյանքը միգուցե շանս չի տալիս։ Ոչ, կյանքը միշտ էլ շանս տալիս է եւ պետք է հասկանալ որտեղից սկսել եւ ուր գնալ։ Մաման գրքերը գրելուց շատ ուշադիր էր, իրան չէր կարելի խանգարել, բայց նաեւ բարի էր իմ հանդեպ եւ իրար հետ անդադ ժամանակներ ենք անցկացնում լավ։ Իսկ հենց գիրք գրելուց հետակ հարցեր ենք տալիս իրար, թե ինչ էր ավելի լավ գրես սյուժետը, ինչի մասին գրեինք։ Գրքի մեջ հիմնականում գրված է մամայից դժվարություններում, ինչով է անցել, իսկ արդեն երկրորդում, որ այդ դժվարություններից հետո ինչ կյանք է շարունակել։ 10-րդ դասարան, դա 2002 թվականն էր, ֆիլմը ստեղծեց 1 րոպեանոց ֆիլմ մի տղայի եւ մի աղջկա մասին, ովքեր տարբեր կրոնների էին հարում։ Սիրո մի փոքրիկ պատմություն եւ շատ զորավոր գաղափար 1 րոպեի մեջ դրել էր մի զորավոր գաղափար, թե ինչպես սերը կարող է հաղթել ցանկացած տարակարծություն մարդկանց միջև։ Եվ այդ երիտասարդ աղջիկ ու տղան հակառակ իրենց այդ համոզմունքների ուրեմն սիրում են իրար եւ ֆիլմը ազատություն էր քարոզում, հանդուրժողականություն էր քարոզում, որը աշխարհին շատ պետք է։ Ու Անի Քոչարի ֆիլմը այդ առաջին ստեղծագործությունն էր, որտեղ ինքը Անի Քոչար ստորագրեց։ Որքան էլ մենք ապրենք ճշմարիտ, որքան էլ գնանք ազնիվ ճանապարհներով, որքան էլ արվեստում լինենք կատարյալ եւ չունենանք թերություններ, միևնույն է գտնվում են մարդիկ, ովքեր անպայման որևէ բացասական մեկնաբանություն կամ բացասական որևէ երանգ հաղորդում են եւ մեր ապրած կյանքին եւ այն աշխատանքին, որը մենք կատարում ենք։ Ինչպես եք վերաբերվում այդ մարդկանց եւ արդյոք դուք նրանց պատասխանում եք։ Ես կարեկցանքով եմ վերաբերում բոլոր չարախոսող, զազրախոսող մարդկանց, որովհետև ես առիթ ունեցել եմ նաև որպես մարդ, ով հոգեբանությամբ է հետաքրքրված եւ մագիստրատուրայում որպես երկրորդ մասնագիտություն ընտրեցի հոգեբանությունը եւ հետագայում Գերմանիայում էլ այդ ուղղությամբ կրթություն ստացա, ինձ հետաքրքրում է այդ մարդկանց հոգեբանությունը եւ ես երբեմն ժամանակ եմ տրամադրում խորը ուսումնասիրություններ անցկացնելու, չեմ զլանում եւ մտնում եմ այդ մարդկանց էջերը, ուսումնասիրում եմ։ Երբեմն երբ ընդհանուր ընկերներ եմ տեսնում, հետաքրքրվում եմ։ Գիտեք, չի եղել գեթ մեկ դեպք, որ այդ զազրախոսողների էջերի ետևում
թաքնված չլինեն, շատ փոքրիկ, խղճուկ, ընկած մարդիկ, հա, այսպես ասեմ։ Մարդիկ, ովքեր չարացել են կյանքի տարբեր փորձություններից կամ անգամ ոչ այդքան մեծ փորձություններից, բայց իրենց բավականաչափ լավը, հաջողակը, շահեկան դիրքում գտնվողը չեն համարում, հենց իրենց եւ իրենց միակ բանը, որ մնում է անել, դա այն է, որ թաքնվեն այս կամ այն էջի ետևում, հեշտ է, չէ՞, տանը նստել քո փափուկ կամ ոչ այնքան փափուկ բազմոցին եւ արագ կտկտացնել ստեղնաշարին կամ հեռախոսին եւ մարդկանց չարախոսել, մարդկանց խայթել, մարդկանց ցավեցնելու աստիճան այլանդակ վատ մեկնաբանություններ գրել, որովհետեւ երբ կառուցողական քննադատություն է հնչում, դա բոլորովին այլ բան է, ես այժմ դրան էլ կանդրադառնամ, բայց այն մարդիկ եւ YouTube-ը եւ կան հավելվածներ, որոնք թույլ են տալիս, որպեսզի դու տեսնես, թե այդ մարդը ուրիշ որտեղ ինչ մեկնաբանություններ է գրել, երբ մուտք ես գործում տվյալ էջ, ցույց է տալիս, թե այդ մարդը ուրիշ ինչ էջերում ինչ եւ տեսնում ես, որ այդ մարդը միայն քո մասին չէ, որ նման բաներ է գրում, այդ մարդը աչուձախ որքան հնարավոր է մարդկանց վրա ցեխ է նետում, բայց այդ մարդիկ միշտ պետք է հիշեն, որ այդ ցեխ առաջին հերթին իրենց ձեռքերին է դիպչում եւ իրենց է ավելի մոտ եւ իրենք տարածում են այն, ինչ կրում են իրենց ներսում։ Այդ իսկ պատճառով ես այդ մարդկանց վերաբերում եմ բացառապես խղճահարությամբ եւ ես ցավում եմ իրենց համար, որ իրենք չեն տեսնում, թե իրենց հոգին որքան աղտոտված եւ որքան խղճուկ վիճակում է գտնվում եւ հորդորս այդ մարդկանց, որ շատ աշխատեն իրենց հոգեվոր դաշտի վրա, շատ աշխատեն իրենց հոգու մաքրության վրա, որովհետեւ դու աշխարհ դուրս ես տալիս եւ դուրս ես թողնում եւ տարածում ես այն, ինչ դու կրում ես քո ներսում։ Դու չես կարող չարություն ու նենգություն տարածել, շուրթերիցդ անեծք դուրս գա կամ չար ու նենգ խոսք դուրս գա, եթե դա դու չես կրում քո ներսում։ Դե հիմա ինձ ասա որևէ մեկին անիծիր։ Անկամ քաղաքական այն ամենաթեժ պայքարի տարիներին որևէ մեկը իմ շուրթերից անեծք, հայհոյախառը ինչ-որ բաներ լսած չկա, ինչու որովհետև ես չեմ կարող անիծել, ես ինչպես ինչ-որ մեկին անիծեմ, եթե ես դա չեմ զգում, եթե դա չկա իմ սրտին դրված։ Այնպես որ բոլոր այդ մարդիկ շատ ցավալի վիճակում են գտնվում եւ իրենք ունեն օգնության կարիք։ Ես օրինակ սիրով կզրուցեի իրենց հետ, այ իմ մոտիվացիոն ելույթներով, որոնցով շրջում եմ ամբողջ Հայաստանի տարածքում, սիրով իրենց էլ եմ հրավիրում, թող կան թեկուզ մի անկյունում աննկատ նստեն, լսեն այն խոսքը, որ վստահ կդիպչի իրենց սրտին եւ մի քիչ կթեթևանան իրենց խնդիրներից եւ այդ չարությունը, բացասական էներգետիկան իրենց միջից դուրս կգա։ Բայց այլ հարց է կառուցողական քննադատությունը, միանշանակ դրական են վերաբերում։ Կառուցողական քննադատություն հնչեցրած մարդկանց միանշանակ արձագանքում եմ, պատասխանում եմ, փորձում եմ իմ դիտանկյունից ներկայացնել ինչ եմ նկատի ունեցել կամ ինչու եմ այդպես վարվել եւ մարդիկ միանշանակ հասկանում են եւ ասում են՝ «Այ տեսեք, Անի ջան, մենք այդ դիտանկյունից չէինք նայել»։ Կամ լինում է, չէ, որ այսօր ցավոք մարդիկ շատ մակերեսորեն են դատում, այդ դիտում են մեկ ֆոտոպատմություն Instagram-ում, Facebook-ում, այստեղ կամ այնտեղ եւ այդ մեկ story-ով կարծիք են կազմում կամ ինչ որ դատողություն են անում եւ կարծիք են հնչեցնում եւ երբ դու բացատրում ես իրենց, որ ժողովուրդ ջան, դուք ամբողջ պատկերից, ամբողջ ներկապնակից ընդհանրապես մեկ գույնն եք տեսել կամ մեկ դրվագն եք տեսել եւ չեք կարող այդ ամբողջի մասին ամբողջական լիարժեք պատկերացում ունենալ եւ ճիշտ կարծիք կազմել, եթե դուք ընդհանրապես այդ մեկ story-ով եք դատում, եթե անգամ խոսքը միայն իմ մասին չէ, թեկուզ այն մարդու մասին է, ում անդրադարձել եմ, քննարկում ենք եւ այդ քննարկման արդյունքում ճշմարիտ հատիկը դուրս է գալիս։ Բայց զազրախոսողներին չկա այդ ժամանակը, ուղղակի ասում ցավում եմ իրենց համար։ Անի, հիմա ընթերցասերները ինչ սպասեն Անի Քոչարից։ Ընթերցասերները ինձանից պետք է շատ մեծ անակնկալի սպասեն, չեմ ուզում շատ փակագծեր բացել, ինչու, ոչ թե որ գաղտնիք է կամ չեմ ուզում ամբողջովին այսպես անկեղծանալ, այլ մի փոքր վախենում եմ, որ գուցե ժամկետներում չտեղավորվեմ եւ չհասցնեմ, որովհետեւ ամբողջովին փոքրիկիս խնամքին եմ ինձ նաեւ նվիրել եւ որքան հնարավոր է փոքրիկ բալիկի հետ զուգահեռ աշխատել, ջանում եմ, բայց եթե չստացվի այս տարի, հավանաբար եկող տարի
ես իմ ամսագրի այն նախագիծը, որը երկար տարիներ այսպես եփվում է եւ անդադ աշխատում եմ, փոփոխություններ եմ անում, շտկումներ եմ անում, կարծում եմ արդեն եկել է եւ հասունացել է այն պահը, որ պետք է լծվենք ամբողջական աշխատանքներին եւ ունենանք մի նոր գեղեցիկ ամսագիր։ Գիրք չեմ խոստանում առաջիկայում, ինչու՞, որովհետեւ քանի որ ես ոչ թե գրող եմ, այլ լրագրող հեղինակ եմ, մոտիվատոր եմ եւ ինձ համար շատ կարեւոր է, որ գիրքը շատ մեծ ուղերձ ունենա եւ կյանքով քննություն բռնած ուղերձներ, ես պետք է սպասեմ, որպեսզի այդ պահը հասունանա, որովհետեւ եթե զուտ ինձ համար խնդիրը լիներ գրքեր գրել եւ հրատարակելը, խնդիր չէ, կարող ենք եւ տարին 1-2 անգամ դա իրականացնել, բայց ես ինձ համար չունեմ նման նպատակ եւ իմ առջեւ չեմ դրել նման նպատակ, այլ դրել եմ նպատակ, որ քննություն բռնած այդ փորձությունները ասելիք ունենան մարդկանց եւ միայն այդ ժամանակ հերթական գիրքը լույս տեսնի, բայց այ ամսագրի ուղղությամբ ես արդեն իսկ սկսել եմ աշխատել, հուսամ իսկապես այն իրականություն կդառնա։ Գուցե այժմ շատերը այսպես թերահավատորեն ասեն, թե լավ, այժմ ով է ամսագիր կարդում, այն նույն բանը ինձ ասում էին 2006 թվականին, երբ ստեղծեցի իմ ես ամսագիրը, այն ժամանակ էլ ինձ ասում էին, «Անի, ով է հիմա թերթու ամսագիր կարդում», բայց փորձը ցույց տվեց, որ ոչ միայն կարդում են, այլ նաև շատ այդ ցանկությունն ու պահանջարկը կար տպագիր, որևէ բան թերթելու, տանը մի անկյունում սիրուն պահելու, աշխատավայրերում, գրասենյակներում գեղեցիկ սեղանին դնելու, այնպես որ բայց սա այլ ամսագիր է լինելու, սա մեր օրվա շնչին համապատասխան ամսագիր է լինելու, որովհետև ձեռքդ պետք է, ինչպես ասացի, զարկերակին լինի, դու պետք է ժամանակից շունչը զգաս, դու պետք է զգաս ոչ միայն թե ինչով են ապրում, ինչ են ցանկանում, այլ նաև թե այ ինչը կգրավեր նրանց թեկուզ ապագայում։ Դրա համար շատ ուսումնասիրություններից հետո ես կարծում եմ կարողացել եմ իմ նախագիծը բերել ավարտուն այն տեսքին, որը երբ արդեն իրականություն դառնա եւ տպված մարդկանց սեղաններին հայտնվի, վստահաբար ունենալու է միևնույն հաջողությունը, ես հուսով եմ, Աստված տա ունենա միևնույն հաջողությունը, ինչ ունեցան ժամանակին ես ամսագիրը եւ իմ ստեղծած մյուս բոլոր ամսագրերը եւ եսի հավելվածները, ինչպես նաեւ իմ գրքերը, այնպես որ ես հուսով եմ դեռ շատ կուրախացնեմ իմ ընթերցողներին։ Ընթերցողները նույնպես համոզված են եւ վստահ են։ Շնորհակալ եմ։ 2 տարվա դադարից հետո Անին եկավ եւ ասաց, որ նոր գիրք է գրելու եւ որոշենք Անին կգրի այն գիրքը այն ժամանակ, երբ որ նա երկրորդ անգամ կմայրանա եւ երբ որ եկավ ու ասեց ես որոշել եմ իմ գիրքը գրել, ասեցինք որ դու հաստատ ուրեմն բալիկին սպասում ես ու Նյումեգը առաջիններից է իմացել ու խնամքով թաքցրել է այդ բարի լուրը եւ առաջին անգամ հրապարակվեց հենց Նյումեգի սոցեջերում, որ Անի Քոչարը երկրորդ անգամ կմայրանա ու հենց այդ մասին էլ կլինի նրա երկրորդ գիրքը, կյանքը երկրորդ փորձից։ Մոտիվացիոն երկրորդ գիրքը նույնպես կյանքի ապրելու, արարելու, երբեք չտրտնջալու մասին է ու մենք նաև սիրով սպասում ենք նրա երրորդ գրքին ու վստահ ենք, որ Անին այս տարիների ընթացքում 2 տարվա դադարից հետո հաստատ ունի ասելու ինչ-որ մի բան, որին որ սպասում են նաև նրա լսարանը եւ այն մարդիկ, այն ընթերցողները, որ այս տարիների ընթացքում կարդացել են նրա 2 գրքերը։ Անին բան է, հրաբուխ է։ Եթե մի գաղափար ունի, ապա դա ժայթքում է հրաբխի նման եւ իր շուրջը այսպես տարածում ալիքներ ու այդ ալիքները ընդգրկում են շատ մարդկանց։ Վստահ եմ կարդացել եք իր գիրքը, ես երկուսն էլ ունեմ, մասնակցել եմ շնորհանդեսներին եւ Անի աշակերտը, ով իմ համախոհն է եղել, իմ գաղափարակից ընկերն է եղել, հետո Անի ուսանողը, հետո Անի մաման, մայրիկը, Անի քաղաքացին, այսօր Անին քաղաքացու մի տիպար է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հաղթահարել դժվարություններ,
առողջական եւ շատ տարբեր դժվարություններ, խոչընդոտներ հաղթահարել, բայց մնալ առողջ դատողությամբ, սիրով լի եւ ինչպես ինքը տարածում է այդ կամքը մարդկանց մեջ, իրեն շատ մարդիկ լսում են, ովքեր ունեն նման խնդիրներ, ու ինքը օրինակ է այդ մարդկանց համար, ինչպես կարող են կինը հաղթահարել այդ բոլոր դժվարությունները եւ խոչընդոտները։ Ես հպարտ եմ իմ աշակերտ Անի Քոչարով։ Անի, ուզում եմ մի քիչ խոսենք ձեր աղջկա մասին։ Ինչ փոխեց ձեր աղջկա ծնունդը ձեր հոգեվիճակում եւ ձեր կյանքում առհասարակ։ Հենց միայն աղջկաս մասին խոսելիս ես արդեն պայծառանում եմ, այսպես կարծես գարնան նման, այսպես ներսումս ամեն ինչը սկսի եփվել, եռալ, ծաղկել, չգիտեմ, իմ աղջիկը ինձ համար կյանք է, իմ նոր կյանքի խորհրդանիշն է, ու թեև իմ տղան էլ ինձ համար իմ ամեն ինչն է, իմ առաջնեկն է, իմ կրկին հրաշքով ծնված եւ սպասված բալիկն է, բայց ես որպես կին պետք է անկեղծ խոստովանեմ, որ դեռ ամենափոքր տարիքից այն գիտակից, երբ որպես աղջիկ, որպես կին սկսում ես արդեն նման բաների մասին մտածել, մայրանալու, բալիկների, ես միշտ երբ ասել եմ երեխա, պատկերացրել եմ աղջիկ երեխա։ Ու միշտ պատկերացրել եմ, այ ես իր մազիկները սիրուն կսարքեմ, փորիկավոր շորիկներ կհագցնեմ, մենք միասին մամա եւ աղջիկ ընկերուհիներ կլինենք, այդ փոքր աղջնակի պատկերացումներում միշտ երեխան եղել է աղջիկ երեխայի տեսքով եւ նաեւ առիթն օգտագործելով եւս մեկ անգամ պետք է ընտրովի եւ սեռով պայմանավորված հղիության դադարեցման այդ ջատագովներին եւս մեկ անգամ կոչ անեմ երկու անգամ ավելի մտածել, երբ նման քայլի եք գնում, որովհետեւ աղջիկ երեխան դա մի ուրիշ պարգև է եւ թեև տատիս ասում էր կարեւորը լավ ժառանգ լինի, արժանի ժառանգ լինի, սեռը կապ չունի, բայց հատկապես մեր մենտալիտետում, մեր հոգեկերտվածքում հայկական մենք միշտ մի փոքր այլ կերպ ենք, չէ՞, աղջիկ բալիկներին դաստիարակում եւ նրանք հետագայում էլ բոլորովին այլ կերպ են մեր կողքին կանգնած, այ փոքրիկ դեռ բալիկ է 1 տարեկան, բայց ես այս տարիքից զգում եմ, թե որքան նա իմն է, որքան հետագայում ես նրա հետ եմ ավելի շատ ժամանակ անցկացնելու, միասին ենք շատ բաներ անելու, տղաները ավելի գնացող են, չէ, ավելի դրսի պատ են, այսպես ասած, այնպես որ ինձ համար իմ աղջիկը դա իմ կյանքի մի նոր էջն է, իմ նոր վերապրած կյանքի խորհրդանիշն է եւ ես ամեն Աստծո օր շնորհակալ եմ լինում Տիրոջը, որ այդ հրաշքը գործել է իմ կյանքում, երբեմն երբ նա քնած է, ես պարկած այսպես լուր հետևում եմ իրեն, թաթիկներն եմ սիրում, շոյում եմ իրեն ու չեմ հավատում այդ իրականացած երազանքին, որովհետև նա իսկապես իրականացած երազանք է եւ Տիրոջ խոսուն հրաշքն է, որ բժշկությունը ասում էր միանշանակ անհնարին է, բայց կյանքը ցույց տվեց, որ այնտեղ որտեղ մարդկությունը եւ այնտեղ որտեղ բժշկությունը, այնտեղ որտեղ մահկանացուներն անզոր են, Տերն է գործում եւ հաստատ գործում է կատարելապես եւ ես այդ Աստծո լույսը նաեւ իմ երկու բալիկների մեջ տեսնում եմ, բոլոր երեխաներն են Աստծո հրաշք։ Այժմ նույնպես չեմ ցանկանա, որ որևէ մեկը մտածի, որ ես տարանջատում եմ այլ երեխաներից, ամենևին յուրաքանչյուր երեխա Աստծո հրաշքն է։ Բայց կան չէ իրավիճակներ, որ այդ երեխան ծնվել է այնպիսի իրավիճակում եւ այնպիսի հանգամանքներում, որ բժշկությունը դա անհնարին էր համարում։ Եվ այնպես է ստացվել, որ իմ երկու երեխաների պարագայում էլ այդպես է եղել եւ երկուսի պարագայում էլ բժշկությունը ասում էր անհնարին է, բայց ես եւ իմ շատ սիրելի պապին ասում էինք հնարավոր է եւ լինելու է եւ եղավ։ Ու իմ կապը այդ Տիրոջ հետ չեք պատկերացնում ինչքան կենթանի է եւ դա որևէ կրոնական, ինչ որ եկեղեցական չափանիշների մեջ չտեղավորվող։ Ես ամենօրյա կենթանի երկխոսության մեջ եմ իր հետ եւ իմ հույսը միշտ նա է, ոչ թե միայն ծանր պահերին, ոչ թե միայն դժվարին պահերին, այլ նեղնեմ, հիշում եմ Տիրոջը։ Ասում են, չէ, ընկնող ինքնաթիռի մեջ աթեիստներ չկան։
հիվանդանոցների բակերում սպասող աթեիստներ չկան, բոլորը դեմքները եւ հայացքը երկինք են հառում, բայց իմ պարագայում այդպես չէ։ Իմ ամբողջ գիտակից կյանքում, որքան որ ես ինձ հիշում եմ, ես շատ մեծ հավատ ունեմ, շատ մեծ վստահություն ունեմ իր նկատմամբ եւ ես գիտեմ, որ ինքը հաճախ իմ կյանք թույլ է տալիս փորձություններ, ոչ թե նրա համար, որ ես կործանվեմ, այլ որ ել ավելի իմ հավատի մեջ զորանամ եւ այդ հավատի մասին նաեւ վկա եմ։ Դուք հուզվեցիք, ես է հուզվեցի։ Անի, բացի մեր բոլորի սիրելի պապիկը, որը բոլորիս հենարանն է, կյանքում մարդկանց մեջ ով է Անի Քոչարի ամենամեծ հենարանը կյանքում։ Իհարկե լավ շեշտեցիք տիրոջից հետո, որովհետև ես միշտ ասում եմ երբեք մենակ չեմ եւ մշտապես նա ինձ հետ է ու նա է իմ հենարանը։ Տիրոջից հետո միանշանակ ընտանիքս, մայրս, քույրերս, որովհետև կինը կնոջը նաև այլ կերպ է միշտ հասկանում, չէ՞, ու թեև ասում են աղջիկները պապաների, հայրիկների հետ են առավել կապված, իմ պարագայում դա միշտ ավելի մայրիկիս հետ է եղել։ Եվ իմ մոր ու քույրերիս, ավագ քույրերիս, որովհետև մեր միջև տարիքային մեծ տարբերություն կա, 10 եւ 9 տարվա տարբերություն է իմ եւ քույրերիս միջև եւ իրենք ինչ որ միտեղ նաեւ իմ երկրորդ եւ երրորդ մայրերը կարծես լինեն, ես միշտ ասում եմ, ես օրհնված մարդ եմ, ունեմ մի քանի մայր, որովհետև իմ դասյարակությամբ եւ խնամքով նաեւ իմ ավագ քույրերն են զբաղվել եւ նրանք իմ հենարանն են, նրանք իմ առաջին քննադատներն են, իմ առաջին ապավենն ու դարմանն են ցանկացած դեղամիջոցից առաջ, որովհետև հենց միայն իրենց մեկ ջերմ խոսքը, մեկ գոտեպնդող խոսքը 100 դեղամիջոց արժե, արդեն նաև որդիս է, թեկուզ պուճուր աղջնակս է, որովհետև թեև չի խոսում, բայց օրինակ որ ինչ-որ բանից սրտնեղած եմ լինում եւ հուզվում եմ, ես առհասարակ շատ գեր էմոցիոնալ, գեր հուզական տեսակ եմ, բայց քիմիաթերապիաներից հետո նաեւ այդ բուժումները շատ ազդում են, սկսած նյարդային համակարգից ավարտած զգայական եւ էմոցիոնալ դաշտով, ես շատ շուտ եմ հուզվում հիմա ու շատ քիչ բան է պետք որ ես հուզվեմ ու երբ հուզվում եմ գալիս է եւ սկսում եմ արցունքները սրբել այն օրը անգամ ինձ այսպես ողջագուրվեց եւ պաչի կարեց այդ համբուրից ես ուղակի հալվել էի ու ասում եմ Մարիա, եթե դու այս տարիքում կարողանում ես զգալ ու հասկանալ, որ մաման այդքան էլ լավ հոգեվիճակում չէ, ապա պատկերացնում եմ, թե հետագայում դու ինչ ապրումակցող ու բարի բալիկ ես լինելու, այնպես որ ընտանիքը, առաջին հերթին ընտանիքն է եւ ինձ համար առաջին տեղում եւ ամեն ինչից առավել ցանկացած տեսակի նյութից, շահից, օգուտից չգիտեմ, ընտանիքը եւ նորից ընտանիքը։ Իմ ու քուրիկիս հանդեպ շատ լավ է, բարի է, բայց նաեւ խիստ է, քանի որ գարես իմ տարիքի ու ինձնից նաեւ փոքր եւ մեծ տարիքի երեխաները հիմնականում գadgetների մեջ են անցկացնում իրեն ժամանակը, դրա հանդեպ շատ խիստ է, բայց այնպես շատ լավ ժամանակ ենք իրար հետ անցկացնում, պահիտակ տեղեր են գնում, ամբողջ Հայաստանը արդեն շրջագայել եմ, մեղրիել եմ հասել։ Անին ունի այն կարևոր առանձնահատկությունները, նրա կերպարը հայտնի է նրանով, որ նա միշտ եղել է շատ աշխատասեր, շատ պրպտող, նոր գաղափարներ փնտրող, երբեք չկրկնվող, թե լրագրող է եղել եւ թե արդեն որպես հեղինակ է հանդես եկել։ Շատ կարևոր մի առանձնահատկություն ունի նաեւ Անին բնավորության գից, որ ինքը փորձում է ամեն ինչ անել միայնակ։ Երեխաներին է միայնակ հասցնում, իսկական հայ կնոջ կերպարն է, որ փորձում է ու վստահ է, որ ինքը կկարողանա ու երևի թե դա է իր հաջողությունը, որ երբ որ մարդ շատ աշխատում է, նաև կարողանում է ամեն ինչ հասցնել։ Նաև այդ օրինակով է, որ կարող է ոգևորել կանանց։ Երբ որ Անին տեսնում ես, դու չես տեսնում Անին հանգիստ ինչ որ միտեղ նստած, ուրեմն մի երեխան հաստատ կողքն է, մյուս տղան դիմացն է, հաստատ լիքը գաղափարներ իր հաստ բլոկնոտի մեջ հենց դա է, որ Անիին առանձնացնում է մեր ոլորտից։ Ինքը միշտ քեզ լսում է, քեզ է հավատում, ինչպես նաև երբ որ դու ինչ որ բան ես ասում կամ ինչ որ մեկը քեզ ինչ որ բանում մեղադրում է, ինքը
առաջնահերթ լսում է, նոր է արդեն ասում ինչ անեմ, թե ինչ։ Ինչպես նաև շատ է լինում հիմնականում վերջերս, որ մեր տղաները, հայ տղաները շատ են այդպես կռիվների մեջ, ու եթե ինչ-որ բան էլ պատահում է, մաման միանգամից ասում է, եթե հասկանում է, որ առաջնահերթ ես էի սխալ, ինքը ասում է, որ ես այս բաներում սխալ էի ու էդի պետքա ուղեմ, ոչ թե միանգամից ջղայնանում, բանանում, անկյունում կանգնացնում, այդպես, այդ է շատ դուրս գալիս։ Անի, որպես հանրային դեմք, դուք ձեզ գնահատվածքում եք ամբողջությամբ։ Այո, եթե խոսենք լսարանի մասին եւ եթե խոսենք հանրության ու մարդկանց մասին, բայց ոչ մշտապես օրվա, ոչ թե իշխանությունների, ես դրա կարիքն էլ չունեմ, այլ այս կամ այն հարթակների, կազմակերպությունների, իմ ոլորտին վերաբերող եւ դերակատարում ունեցող կառույցների, որոնց կողմից երբեմն ինչ որ մրցակցային բան եմ զգում եւ ոչ թե հակառակը սատարող եւ գնահատող, արժեվորող, երբեմն ես զգում եմ, որ կա ինչ որ մրցակցության մթնոլորտ, որ իրականում այդպես չպետք է լիներ, քեզ պետք է գնահատեին ըստ արժանվույն եւ ըստ քո արած քայլերի եւ երբեմն դու նաեւ ինչ որ տեղից քաղաքը փոքր է, չէ, երկիրը փոքր է, լսում ես այս կամ այն խոսակցությունները, որովհետեւ նաեւ հաճախ այս կամ այն կառույցում աշխատում են քո երբեմնի գործընկերները կամ քեզ մոտ աշխատած մարդիկ կամ քո ֆակուլտետից կամ այն ուսումնական հաստատություններից, որտեղ դու սովորել ես եւ կամ միշտ այդ ինչ որ մրցակցելու կամ մարդիկ, որոնց հետ նույն քաղաքական պայքարում ես ինչ որ ժամանակ եղել, բայց ժամանակները փոխվել են տարբեր բևեռներում կամ տարբեր տեղերում եք հայտնվել, այսինքն եթե խոսենք զուտ մասնագիտական տեսանկյունից, ես անկեղծ կլինեմ, ես չունեմ այդ վախը եւ բարդույթը խոստովանելու, որ ինչ որ միտեղ ես ինձ գնահատված երբեմն չեմ զգում, բայց այ լսարանի կողմից, ժողովրդի կողմից, երբ ես տանից դուրս եմ գալիս եւ մարդկանց մեջ եմ հայտնվում, ես ամեն օր զգում եմ այդ գնահատված լինելը, այդ սիրված լինելը ինչ որտեղ, որովհետեւ անգամ մարզեր, երբ ես գնում եմ, անգամ հեռավոր մարզեր, սահմանային մարզեր, թվում է թե այնտեղ միշտ չէ, որ ամբողջությամբ հասնում է, չէ, արածդ կամ գործունեություն, բայց արի տես, որ մարդիկ հետևում են, մարդիկ ճանաչում են, մարդիկ գնահատում են, տեղ են տալիս։ Այդ իմաստով ես պետք է ասեմ, որ կրկին շատ բախտավոր եւ շատ երջանիկ մարդ եմ, որովհետեւ այո, ես այդ սերը եւ ընդունելությունը նկատում եմ, գնահատում եմ, փոխադարձաբար փորձում եմ առավելագույնս անել, բայց ի պաշտոնե միշտ չէ, որ դու գնահատված ես, թեև դա կրկին թողել եմ ժամանակին։ Ժամանակը ամենալավ գնահատականը տվողն է եւ ամենալավ, այսպես ասած, պարգևատրողն է։ Սերը դառն է թե քաղցր։ Միանշանակ քաղցր, որովհետեւ եթե անգամ կա դրանում դառնություն, դու ես որոշում քո ընտրության խնդիրն է, դու ավելի շատ որը տեսնես եւ որի համը զգաս։ Կրկին, ինձ թվում է մեզանից բխող եւ մեզանից դուրս եկող այդ ազդակներից, էներգետիկայից եւ ցանկություններից է կախված, թե մենք ավելի շատ որն ենք զգում եւ որն ենք ապրում։ Անկամ անպատասխան սիրո մեջ ես կարծում եմ քաղցրությունն է ավելի շատ, որովհետեւ սիրողին պետք է հետաքրքրի սիրել կարողանալը, չէ՞, այդ սիրուց եկող ջերմ ու այսպես շոյող թրթիռները, այլ բան է, որ միշտ փոխադարձություն ենք ուզում, այլ բան է, որ ցանկանում ենք այդ սերը նվիրումը եւ նաեւ սերը գործողություն է, ուզում ես, որ այդ գործողությունը երկուստեք լինի, բայց ես կարծում եմ, որ սիրուց տրված միայն այդ թևերը, այդ, չգիտեմ, ինձ որ միշտ ոգեշնչել է սերը, ինձ որ միշտ թևեր է տվել եւ երբեմն ես էլ եղել է, որ լուր ինձ մեջ պլատոնական սիրով սիրել եմ, չեմ բարձրաձայնել, բայց դա ինձ ամենևին դառնություն չի թվացել, որովհետև սերը ինձ միշտ նաև ոգեշնչել է արարելու, ստեղծագործելու, ինչ-որ լավ գործեր անելու եւ հենց միայն այն, որ ես այդ սիրահարվածությամբ սկսել եմ արարել, ավելին անել, ավելի աշխատունակ եմ դարձել, ինձ համար որ միշտ դրական իմաստով է եւ քաղցրությամբ է, այսպես ասած, զուգորդվում եւ ոչ թե դառնությամբ։ Թեև
Քանի որ սերը նաև ավելի շատ աշխատանք է, եթե անդրադառնանք սիրուն նաև այն տեսանկյունից, որ հետագայում սերը վերաճելու է ընտանիքի, համատեղ կյանքի, համատեղ այդ ճանապարհն անցնելուն, ապա պետք է ասեմ, որ փորձությունները ու դառնությունները շատ են լինում, որոնք հանդիպում են ընտանիքի ճանապարհին, եւ այդտեղ է, որ սերը քննություն է բռնում, իսկապես դա սեր էր, թե սիրահարվածություն էր ու հրապուրանք էր, եւ հաղթում է այն սերը, որը անաչառ է, որը շահախնդրությամբ եւ այսպես սեփական օգուտով դրդված չէ։ Այնպես որ ես կարծում եմ, որ սերը շատ սիրուն զգացողություն է եւ մարդիկ որքան հնարավոր է թող շատ սիրեն։ Մարդկային հարաբերություններում կա որևէ երևույթ, որը դուք չեք կարող ներել։ Այո։ Դա դավաճանությունն է։ Եվ դավաճանությունը ոչ միայն այն իմաստով, որ ինչ որ հստակ, ինչ որ այսպես ահռելի մեծ գործողություն է եղել քո դեմ դավաճանական, այդ դավաճանությունը կարող է նաև լինել այն տեսքով, որ քեզ հասնեն շշուկներ, որ քո բացակայության ընթացքում քո մասին խոսել են ոչ այնպես, ինչպես որ դու ակնկալեիր, որ կխոսեն ընկերները, մտքերի տեսքով, բարին կամենալ կամ չկամենալու տեսքով, որ երբ դու բաժնեկցում ես մտքերդ, ուրախությամբ առաջինը սիրտդ բացում ես ընկերներիդ մոտ, որ այ քո կյանքում այսպիսի ինչ որ լավ բան է եղել կամ շատ շուտով այսպիսի մի նախագիծ ես իրականացնելու, ես ինքս էներգետիկան շատ լավ եմ զգում եւ դու զգում ես, որ որքան էլ ժպտում են եւ քեզ շնորհավորում են, բայց այդ էներգետիկ դաշտում դու զգում ես, որ ինչ որ մի բան այն չէ, օդում կանգնած ինչ որ այլ զգացմունքներ կան, հայացքներ կան, որոնք կարողանում ես, այսպես ասած, ընթերցել եւ տողատակերը տեսնել եւ վերծանել այդ ժպիտի տակ ինչ կա։ Ինձ համար դա էլ է դավաճանություն, որովհետեւ դու նվիրվել ես, տրվել ես, հավատացել ես այդ ընկերությանը, բայց պարզվել է, որ այնտեղ այդքան էլ այդ ամենը երկուստեք չէ եւ դա դավաճանություն է, որ դու հավատում ու տրվում ու նվիրվում ես, բայց քեզ դավաճանում են, քեզ ցույց են տալիս, ուզում են նույն կերպ ընկեր խաղալ, բայց պարզվում է, որ դա այդքան էլ այդպես չէր, այնպես որ ինձ համար դավաճանությունը եւ դավաճանությունը նաեւ սիրո եւ ընտանիքի մեջ կներեմ ամեն բան, կհանդուրժեմ եւ կհամակերպվեմ ամեն բանի հետ, բայց դավաճանությունը չեմ կարող ներել։ Ավելի շուտ գիտեք ինչպես է, քրիստոնեական իմաստով կներեմ եւ միշտ ներել եմ ու ներում եմ, ես ներում եմ եւ բաց եմ թողնում եւ արդեն կյանքս շարունակում եմ առանց տվյալ մարդու, բայց այն իմաստով, որ թվում է թե եթե ներել ես, պետք է շարունակես տեղ տալ այդ մարդուն, չէ՞ քո կյանքում շարունակես նրա հետ ճանապարհ անցնել, այդ իմաստով ոչ, չունեմ այլևս անցնելու ճանապարհ մարդկանց հետ, ովքեր ինձ հուսախաբ են արել, հա։ Դավաճանությունը գուցե շատ խիստ է հնչում։ Պարզապես թեկուզ, եթե ինձ հուսախաբ են արել, ինձ թողել են փորձանքի մեջ միայնակ, իմ ձեռքը չեն բռնել այն պահին, երբ պետք է հենց առաջինը իրենք բռնեին, այդ ամենը ես որակում եմ դավաճանություն, հուսախաբանել, չարդարացնել իրենց, բայց հետո ինքս ինձ հարց եմ տալիս, իսկ ինչու ես այդքան մեծ ակնկալիք ունեցել դիմացինիցդ, գուցե նա ոչ էլ պատրաստվում էր լինել այնպիսին, ինչպիսին դու ես նրան տեսել, եւ այդտեղ նույնպես ես որպես ինքնակնդատ մարդ խնդիրը իմ մեջ եմ տեսնում, ասում եմ, անի, ուրեմն դու սխալվել ես այս մարդու հարցում, եւ դու այլևս չունես նրա հետ ճանապարհ անցնելու եւ քո կյանքում նա այլևս տեղ չունի։ Բայց ամենևին չեմ չարանում եւ ամենևին իմ մեջ չեմ պահում ողջ կամ ինչ որ վրեժխնդրություն ամենևին, որովհետեւ դա առաջինը ինձ է կրկին վնասելու։ Ես ներում եմ, բաց եմ թողնում, բայց եւ իրենց հետ այլևս չունեմ ճանապարհ անցնելու։ Ես մայրիկիս կմաղթեմ, որ միշտ էլի այսպես ուրախ լինի, բարի, իր հիվանդությունները էլի կարողանա պայքարի դրանց դեմ ու էլի անցնի նոր կյանքի մեջ արդեն երրորդ, քանի որ հիմա խնդիրները սրտի հետ են, բայց ես շատ եմ իրեն օգնում բացի տան գործերով, ինչպես նաև չեմ ջղայնացնում, որովհետև շատ կարևոր է հիմա որ մայրիկին չջղայնացնել, քանի որ ինքն էլ իմ հանդեպ է շատ մեծ հարգանքով այդպես ասած վարվում ու միշտ իրար լսում եւ քննարկում ենք տարբեր բաներ։ Մաղթում եմ Անին առողջություն։ Իր այդ նպատակաստալած բարությունը, սերը կամ արտահայտման ձևերը երբեք չկորցնի
ու միշտ տարածի, շարունակի ապրել այնպես, ինչպես ապրել է, բայց ավելի առողջություն եմ ուզում, իմաստություն Անին։ Անին ես գիտեմ, որ ունի մի մեծ երազանք, նաև ցանկություն իրականացնել, չեմ ուզում բարձրաձայնել, որտեղ խոստացել եմ գաղտնի պահել, բայց երբ որ դա կատարվի, հենց այդ ոլորտից նա սկսել է ու շարունակելու է, ցանկություն ունի շարունակել այդ ոլորտում իր գործունեությունը, ես ցանկանում եմ, որ այն իրականանա։ Եթե ուզենա բիզնես ստեղծի կամ վերականգնի իր ամսագիրը, միշտ հաջողությունների հասնի ու իր բախտը միշտ բերի էլի կյանքի մեջ։ Թելադրեք ինձ այնպիսի բաղադրիչներ, որոնցից կարող ենք ստանալ երջանկություն։ Սերը առաջինը, ինձ համար երջանիկ լինելու առաջին նախապայմանը սերն է, առողջությունը, որովհետև ավաղ առանց առողջության որևէ բան լինել չի կարող, ասում է, թվում է թե առողջությունը ոչինչ է, չէ, բայց ամենն է դառնում ոչինչ, երբ չկա այդ առողջությունը, եւ սա իսկապես ես իմ կյանքի փորձով համոզվել եմ, այնպես որ առողջություն եւ կրկին առողջություն եւ խաղաղությունը, ներդաշնակությունը, բարի ուղիղ եւ լայն իմաստով եւ այն իմաստով, որ անձնապես ինքդ խաղաղ լինես, հոգիդ խաղաղ լինի, ինքդ քեզ հետ, քո միջավայրի հետ ներդաշնակ լինես, բայց եւ ընդհանրացված հայրենիքումդ խաղաղություն լինի, մոլորակումդ խաղաղություն լինի, որովհետեւ այսօր աշխարհի մի կետ չկա, որտեղ հայ չապրի, որտեղ բարեկամ, ծանոթ կամ ընկեր չունենաս։ Եվ ըստ այդմ թվում է թե աշխարհի ինչ որ կետում ծավալված գործողություններն ու պատերազմները մեզ պետք է որ չհետաքրքրեին եւ չվերաբերեին, բայց այդպես չէ, վերաբերում է այն էլ ինչպես է վերաբերում։ Այնպես որ ըստիս սերը, առողջությունը եւ խաղաղությունն ու ներդաշնակությունը լիովին այսպես ամբողջական բաղադրիչներ են երջանկություն կառուցելու համար։ Անի, առիթից օգտվենք եթերի հնարավորությունից իհարկե եւ պետք է ձեզ խնդրեմ, որ ասեք ձեր խոսքը հատկապես այն կանանց ու աղջիկներին, ովքեր ինչ-ինչ հանգամանքներում հիմա հայտնվել են կյանքի որոշակի դժվարությունների մեջ, ինչպես նրանք հաղթահարեն այդ դժվար փուլը։ Կանանց, ովքեր բախվել են այս կամ այն խնդրին, առաջինը ոչ համեստորեն խորհուրդ կտամ ընթերցելու իմ կյանքը երկրորդ փորձից գիրքը, ինչու, որովհետև այնտեղ ես անկեղծորեն ներկայացնում եմ այն ողջ դժվարությունները, որոնցով ես անցել եմ լինելով ամուսնալուծված կին, միայնակ մայր եւ մի քանի տարի ապրել եմ այդ կարգավիճակում, միայնակ մոր կարգավիճակում, այն կարգավիճակում, երբ դու հաճախ առանց վաստակելու այդ այսպես ասած վատությունը թիրախավորվում ես, քարկոծվում ես եւ մարդիկ երբեմն չիմանալով ողջ իրողությունները եւ եղելությունը քեզ թիրախավորում են անհարկի, որովհետեւ ուրիշի ընտանիքը մութ անտառ է, չէ, եւ մարդիկ հաճախ չգիտեն այնտեղ իրականում ինչ է կատարվել, բայց իրենց իրավունք են վերապահում ճիշտ ու սխալ որոշելու եւ բոլոր այն կանայք, ովքեր իրենք էլ կապ չունի ինչ առիթով թիրախավորվում են, բախվում են այս կամ այն քննադատությանը, քարկոծմանը կամ իրենց չեն հավատում, իրենց ուժերին չեն հավատում, իրենց մեջ չեն տեսնում այն մեկին, ով կարող է։ Ես ուզում եմ, որ իրենք ընթերցեն իմ գիրքը եւ հասկանան, որ իրենք կարող են անգամ այն պարագայում, երբ որևէ մեկը իրենց չի հավատում, որովհետեւ եթե անգամ ամբողջ աշխարհը քեզ չհավատա, կամ մեկը ով քեզ վստահաբար հավատում է, եւ դու միայն այդ մեկի վրա պետք է հենվես եւ հույսդ միշտ բացառապես քեզ վրա պետք է դնես եւ սկսես անցնել այդ ճանապարհը եւ Աստված հաստատ քեզ համար կօգնի, որ այդ շավիղը երևա եւ այդ ճանապարհը ու արահայտը բացվի։ Եվ միշտ հիշեն, որ շատ հզոր են, կանայք իսկապես շատ հզոր են, հատկապես հայ կանայք։ Ես ապրելով արտերկրում, աշխատելով նաեւ աշխարհի երևի այդպիսի ազգ եւ կրոն ունեցող կին չկա, որի հետ աշխատած չլինեմ իմ գործի բերումով, ես հասկացել եմ մի բան, որ դրանք սոսկ բառեր չեն, որ հայ կինը եւ հայ մայրը դա բացառիկ տեսակ է։ Մենք իսկապես բացառիկ տեսակ ենք։ Հայ մոր նման այսպես անznազող, նվիրվող, ինքն իրեն մի կողմ դնող եւ ամեն բան երեխայի համար անող, այնպես որ մեր հայ կանայք պետք է միշտ իրենց այս բացառիկությունը գիտակցեն եւ գլուխը բարձր, ուսերն ուղիղ, վստահ,
խոսքը մեծամտանալու եւ իրենք իրենցից ինչ որ մի բան ներկայացնելու, որը չեն դրա մասին չէ, նրա մասին է, որ եթե անգամ միայնակ են այս պահին անցնում այդ ճանապարհը դժվարին, վստահ լինեն, որ իրենք կարող են, չկասկածեն իրենց հնարավորություններին, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ անգամ ամենատկար եւ անպաշտպան վիճակում եւ իրողությունների ժամանակ դու այնքան հզոր ես, որ ինքդ էլ չես պատկերացնում եւ դա գիտակցում ես միայն այն ժամանակ, երբ այդ ամբողջ քարքարոտ ճանապարհն արդեն անցել ես, այնպես որ թող անպայման ընթերցեն իմ այդ գիրքը եւ այն ուղերձները, որոնք իսկապես կյանքով քննություն բռնած ուղերձներ են, անհնար է որ իրենց չօգնեն։ Անի, ես չեմ զլանա եւ ձեզ կասեմ մեծ շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար, այսքան գեղեցիկ մարդ լինելու համար եւ ուզում եմ, որ դուք ոչ մի վայրկյան չկասկածեք, որ ձեր կատարած աշխատանքը մեզ բոլորիս անչափ անհրաժեշտ է։ Շնորհակալ եմ նաեւ այսքան գեղեցիկ, տպավորիչ, հիշարժան զրույցի համար։ Անի ջան, այնքան հուզիչ է այս խոսքերը լսել եւ եւս մեկ անգամ զգալ, որ մարդիկ քո համեստ կատարած աշխատանքը, քո այն փոքրիկ առաքելությունը, որը դու ունես այս մեծ աշխարհում կամ թեկուզ քո երկրում, գնահատվում է եւ ես օրհնված եմ այդ իմաստով, անչափ շնորհակալ եմ այս գեղեցիկ եւ տարբերվող զրույցի համար։ Ես եմ ձեզ շնորհակալ, սիրով։ Ձեզ հետ հայ պերսոնան էր, կհանդիպենք։